Աստված օրհնի ձեզ։ Այսօր տոն օր է, праздник օր է եւ ասում ենք Պենտեկոստե։ Երբ որ ասում ենք Պենտեկոստե, դա հունարեն բառ է, որ նշանակում է պենտե նշանակում է 5, կոստե նշանակում է 10։ 5 տասնյակ նշանակում է։ Այսինքն Պենտեկոստե նշանակում է 50։ Դրա համար նրանք, ովքեր Սուրբ Հոգին ընդունել են, ասում են 50-ական։ Եվ ուզում եմ մի փոքր խոսել այս դրա շուրջը։ Աստվածաշնչում բերեք բացանենք մի անգամից Երկրորդ Օրինաց 16-րդ գլխի 9-ից 11 խոսքերը կարդանք։ Դու քեզ համար 7 շաբաթ համրես, հունձքի մեջ մանգաղը սկսիր համրել 7 շաբաթ, եւ քո Տեր Աստծո համար շաբաթների տոն անես, եւ քո Յով Աստծուն քեզ տված օրհնության համեմատ ձեռքիրիցդ եկածը կամավոր նվերը տաս, եւ ուրախություն անես քո Յով Աստծո առաջին, դու եւ քո տղան, եւ քո աղջիկը, եւ քո ծառան, եւ աղախինը, եւ քո դռներումը եղող ղևտացին, եւ ձեր մեջումը գտնված օտարականը, որբը եւ որբեվարին, այնտեղը, որ քո Յով Աստվածը կընտրի իր անունի բնակության համար։ Հետաքրքիրը ասում է այն պահից, որ մանգաղը արդեն պետք է սկսի քաղել, խոտը, այն բերքը, որ հունձքը հասել է, արդեն ցորենը ցանել են, եկել է պահը, որ արդեն պիտի հավաքես։ Հենց այն պահից, որ սկսում է մանգաղը մտնել դաշտը, այդ օրվանուց 7 հատ 7 շաբաթ, 7 անգամ 7 շաբաթ, բերեմ մաթեմատիկայից լավ են, 49 եւ 50-րդ օրը Պենտեկոստեն է հենց նոր կտակարանում, սա խորհրդակցում է սենց, երբ որ Հիսուսը խաչվեց, հա, եւ երբ որ հարություն առավ, ինքը ասեց. գնացեք Երուսաղեմում սպասեցեք, մինչև վերևից զորություն կառնեք։ Եվ երբ որ գնացին, այդ պահից մինչև Սուրբ Հոգու իջնելը 50 օր էր։ Եվ ճիշտ ինչպես որ զատիկը համընկավ Տիրոջ խաչելության հետ, այսպես էլ Պենտեկոստեն, հա, 7-յոթնյակը, այդ մանգաղը սկսելուց, ուղիղ հենց 50-րդ օրը համընկնում է հենց Պենտեկոստեի հետ։ Եվ 5 տակարանում այսպես է նշում, բայց դա խորհուրդն էր Սուրբ Հոգու այցելության, որը որ մենք ասում ենք Պենտեկոստե, դա հունարեն լեզվով։ Հայերենում 50-րդ օրը։ Սա մի փոքր գիտություն էր մեզ, բայց ուզում եմ ստե երկու բանի ուշադրություն դարձնենք։ Ասում է այդ շաբաթների տոնը տոնես եւ քո Աստծո քեզ տված օրհնության համեմատ ձեռքիդ եկած կամավոր նվերը տաս։ Այսինքն սա նաեւ նվիրատվության տոն է, որ մեր ձեռքից եկածը տանք եւ ինչ ասում, ուրախությամբ պետք է արվի։ Ստեղ նույնիսկ սենց է շեշտում, բերեք այդ կարդամ, հա։ Եվ ուրախություն անես քո Յով Աստծո առաջին, դու, քո տղան, քո աղջիկը, քո ծառան, քո աղախինը, քո նույնիսկ այն օտարականը, որ քո մեջ է։ Ղևտացին, այսինքն բոլորը միասին ուրախություն անեն։ Դա ուրախ տոն է։ Պենտեկոստեն ուրախ տոն է։ Եթե խաչելությունը լացի եւ ողբի եւ խորհրդակցում էր զատիկը դառը խոտելը ուտելով եւ այլն, դա խոսում էր Քրիստոսի խաչի եւ այդ դառնության հետ կապված, Պենտեկոստեն դա ուրախության տոն է։ Դա հրաշալի օր է, որովհետեւ ասում է, որ եւ ձեզ վրա կգա Սուրբ Հոգին, վերից զորություն կառնեք, հա, եւ իմ վկաները կլինեք, սկսած Երուսաղեմից, Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը, մինչև աշխարհի ծայրերը։ Չգիտեմ ով ոնց, բայց ես այդ ապրում ունեցել եմ։ Նախանցած տարի էր,
Սևերադվինսկեի գնացել, հա, Դանելենց մոտ, որտեղ որ ձմեռ էր, սպիտակ արջերի մոտ, եւ երբ որ եկա Սոչի, այնտեղ էլ ամառ էր, այնտեղ ձմեռ էր, երբ որ ասում ձեզ վրա կգա Աստծո հոգին։ Գիտեք մի բան ասեմ, էլ դու չէ որ որոշում ես։ Կա հոգևոր հասակ, երբ որ դու ես որոշում։ Ուր ուզում ես գնում ես, ինչ ուզում ես անում ես, բայց ժամանակ է գալի, որ Աստվածը քեզ համար դռներ բացում, կգնաս այնտեղ նույնիսկ որտեղ չես էլ ուզում։ Ժամանակներ լինում է, որ այն որ ասում եմ մեծ հաճույքով չէի գնա, բայց դու չես որոշում, պիտի գնաս Աստծո կամքը կատարես։ Բայց այդ մի քիչ ուշ կխոսենք, քանի որ այսօր մի փոքր հունցքի վրա խոսեցի, ուզում եմ այդ հունցքի վրա մի փոքր խոսեմ ու անցնեմ այդ Պենտեկոստեի կարևոր հատվածների վրա։ Ուրեմն Ղուկաս ավետարան 10-րդ գլխի 1-ից 2 խոսքերն է։ Սրանից հետո Տերը ուրիշ 70 հոգի էլ կարգեց եւ նրանց երկու իր երեսի առաջին ուղարկեց այն բոլոր քաղաքները եւ տեղերը, որտեղ որ ինքը գնալու էր։ Եվ ասում էր նրանց. հունցքը շատ է, բայց մշակները քիչ, ուրեմն աղաչեցեք հունցքի տիրոջը, որ մշակներ հանի իր հունցքին։ Հետաքրքիր է եւ ասում եմ 70 այդ աշակերտները երկու Հիսուսը իրանց ուղարկեց եւ հետաքրքիր է այստեղ հայտնություն եմ ստացել, ուզում եմ ուշադրություն դարձնեք։ Ասում է երկու իր երեսի առաջին ուղարկեց այն բոլոր քաղաքները եւ տեղերը, որտեղ որ ինքը գնալու էր։ Միջև որ Հիսուսը կգնար, սրանց օրհնեց, օծեց, հա, պատրաստեց այդ աշակերտներին, նրանց անոթներ պատրաստեց եւ երկու ուղարկեց։ Ուր ուղարկեց? Այն տեղերը, ուր որ ինքը գնալու էր։ Իր երեսի արչևից ուղարկեց այն քաղաքները, որ ինքը գնալու էր։ Ամեն։ Եվ մինչև որ շատ անգամ գիտեք, սենց ասեմ, մեզ թվում է թե մենք ենք անում։ Մեզ թվում է թե մենք ենք, բայց ես ձեզ ասեմ, մեր Տեր Աստված ինքն է քո ետևից գալի։ Ասում են մի պատմություն եմ լսել, չեմ ինչքան է ճիշտ, ասում է որ երկու այն կենթաներ կան, շակալ են ասում այդ։ Ինչ են ասում։ Գենա շակալներ։ Ասում է գալիս են որ առյուծի ձակին տենան, ես իրական նկարահանել էին։ Ասում է եկել են որ տանեն, առյուծի ձակը դուրս է գալիս, ասում է եւ էսանք ուզում են տանեն, էլի տանեն ուտեն, ու մեկ էլ ասում է վերջին պահին շուռ են գալու ու փախչում են։ Այս առյուծի ձակը լավ ազգում իրան, որ տեսեք ինձ ոնց են վախենում, բայց շուռը գալի տեսնում է մայր առյուծը իր ետևից կանգնած է։ Մեր ետևին, մեր թիկունքին, հա, բերեք սենց ասեմ, մեր մեջքին կանգնած է մեր Տեր Աստված։ Ինքը որ միտեղ ուղարկում է, որ պիտի գայի նավակույր իշև։ Աստված նախորոք ծրագրել էր, քեզ իր ծրագրի մեջ ունեցել է։ Ինքը քո անունը իր բլոկնոտի մեջ գրել է, իր գրքի մեջ գրել է։ Դուք Աստծո ծրագրի մեջ եղել եք բոլորը։ Եվ Աստված դրանից առաջ, երբ որ ես եկել եմ, ինքը եկել է։ Ուղղակի ուզում եմ Հովանես Մկրտչյան ասել, ոնց որ ասում է, անապատում կանչողի ձայն եմ, ես չեմ, այլ ինձանից եկողը, որը կգա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով։ Նա է որ գալիս է եւ ինձանից զորավոր է։ Ես նրա կոշիկների կապը արձակելու արժանի չեմ, հիշում եք այդ բանը։ Եվ Տիրոջից առաջ գալիս է եւ այսօր մեր այս քարոզչական, ավետարանչական գործողությունը մենք մեր անձերը չենք հրամցնում, այլ մեր Տիրոջ ավետարանն ենք քարոզում։ Մենք նրա ձայն ենք նրա արչևից եկած եւ նա գալիս է մեր թիկունքին կանգնած է։ Եվ շարունակեմ մի բան ասել Հովանու ավետարան 4-րդ գլխի 35-36 խոսքերը։ Միթե դուք չեք ասում, թե դեռ 4 ամիս կա որ հունցքը կգա։ Ահա ես ասում եմ ձեզ, բարձրացրեք ձեր աչքերը եւ տեսեք արտերը, որ սպիտակել են։ Եվ արդեն հունցքը հասել է։ Հնձողը վարձք է առնում եւ հավիտենական կյանքի մեջ պտուղ ժողում, որ սերմողը եւ հնձողը իրար հետ ուրախանան։ Մենք ասացինք, որ ուրախության տոն է։ Գիտեք,
իրականության մեջ ճիշտ էին ասում, որ դեռ 4 ամիս կար հնձին։ Հələ դեռ հավանաբար մարտ, ոնց ասեմ, ապրիլ ամիսը թողներ, հա, նոր էին ցանել։ Մոտավորապես եմ ասում։ Ասում եմ, եւ դուք ասում եք, հələ 4 ամիս կա, որ հունձքը հասնի։ Հա, այս աշխարհը իր ձևով ճիշտ է ասում, բայց եկեք մի հատ մեր Տերոջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ասածով նայենք։ Ասում եմ, մի հատ գլուխներդ բարձրացրեք։ Միթե դուք չեք ասում, թե դեռ 4 ամիս կա հունձքը որ կա։ Ահա ես ասում եմ ձեզ, բարձրացրեք ձեր աչքերը։ Եթե քանի մեր աչքերը միշտ ներքև այս աշխարհին է ուղղված։ Մենք նայում ենք այս աշխարհի տեսակետից։ Ամեն իրադարձությանը մենք այս աշխարհի տեսակետից ենք նայում, դրա համար աշխարհի կերպ լուծումներ էլ տալիս ենք։ Բայց ասում եմ, բարձրացրեք ձեր աչքերը։ Եկեք երկնքից նայենք երկրին, ինչպես մի անգամ այդ մասին քարոզել եմ, հիշում եմ։ Եկեք երկնքից նայենք երկրին, եկեք Աստծո դիրքից, Աստծո տեսակետից նայենք։ Բարձրացրեք ձեր աչքերը եւ տեսեք արտերը, որը սպիտակել են։ Իրականության մեջ կանաչ էր, բայց Աստված ասում է սպիտակել են։ Քանի դու դեռ այս աշխարհի մեջ ես, այս աշխարհի սկզբունքներով ես նայում, կանաչ ես տեսնելու։ Բայց երբ որ Աստծո դիրքից նայես, կտեսնես, որ արտերը սպիտակել են։ Ինչ նկատի ուներ, որ ասում էր արտերը սպիտակել են։ Այո, որ շատ ժողովուրդ կա, հունձքը շատ է, մշակները քիչ։ Հունձքի խնդիր չկա, մշակների սակավություն կա, մշակների կարիք ունենք։ Այսօր մեր եկեղեցին էլ շատ կարիք ունի մշակների, եւ Աստված ձեզ կանչել է, այստեղ ես համոզված եմ առավել քան Աստված ձեզ բոլորիդ կանչել է մշակներ լինելու։ Աստված ձեզ կանչել է հունձքը բարձրացրեք աչքները, տեսեք ինչքան աշխարհում մարդ կա, եւ մարդիկ չգիտեն Քրիստոսի մասին։ Այսօր գնալ է պետք, նրանց ասել է պետք։ Այսօր տեղեկացնել է պետք, որ հունձքը հասել է մշակները քիչ, եւ կարիք կա գնալ նրանց ասել, տեղեկացնել, որ ով է Տեր Հիսուս Քրիստոսը, որ այսօր գոնե այսօր Պենտեկոստե է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչվել է, հարություն առել, որ նորից գալու է, որ այս բոլորը ճշմարտություն է, որ եթե դու չհավատաս, դա ոչինչ չի փոխի, քո հավատալով չի գալու կամ քո չհավատալով չէ որ չի գալու։ Ինքը արդեն ասել է, իսկ ոնց ասել է, տենց էլ լինելու է։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ ստեղ խոսում է նորից, որ մեր աչքերը բարձրացնենք եւ փորձենք Աստծո դիրքից նայել։ Փորձենք նայել այնպես, ինչպես Տերն է ցույց տալի։ Ես առավել քան համոզված եմ, երևի թե աշակերտները կգտնվեն հաստատ, երբ որ այդ ժամանակ ասեց հլա աչքներդ բարձրացրեք նայեք, երևի ասեն այ Տեր ջան, ոնց կանաչ դասերա, տենց էլ կանաչ է, էլի, բայց ասեց, որ բարձրացնեք աչքներդ, այդ արտերին չեք նայի, այլ մարդկանց կնայեք, և կտեսնեք, որ ժամանակը հասել է, հունձքի ժամանակը հասել է, իսկ ես ասեցի ձեզ, որ հունձքը հենց այն պահից, որ մանգաղը մտնում է, 50-րդ օրը Պենտեկոստե է, ու այսօր այդ արտերը, որ հասել է, ես ուզում եմ Պենտեկոստեն, ոչ թե նոր պիտի լինի, Պենտեկոստեն արդեն եղել է 2000 տարի առաջ, և ուզում եմ այդ Պենտեկոստեի այդ Սուրբ Հոգու կրակը մինչև հիմա տարածվի և գնա և այդ բոլոր արտերին բաժին հասնի, որ այն կրակով, այն Սուրբ Հոգու կրակով, որ մենք ենք բռնկվել, Հիսուսն ասաց կրակ գցելու եկա և որքան եմ փափագում, որ այդ կրակը տարածվի, բորբոքվի և որքան եմ ուզում, որ այդ կրակը, որ Սուրբ Հոգու կա, գնա բոլորին բաժին հասնի։ Գործք առաքելոցի մեջ երկրորդ գլխի 4-րդ առաջի խոսքից կարդենք։ Անգիր գիտեք, բայց մի հատ նորից ասեմ։ Երբ որ Պենտեկոստեի օրերը լռացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Շատ լավ է, որ միաբան են։ Եվ հանկարծ երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես եւ լցրեց բոլոր տունը, ուր որ նստած էին։ Եվ երևցան նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա, եւ ամենքը Սուրբ Հոգով լեցվեցան։ Այսօր քարոզես այդ խոսքի կարևոր մասը դնելու եմ սրա վրա, որ ամենքը Սուրբ Հոգով լեցվեցան։ Եվ սկսեցին ուրիշ լեզուներ խոսել, ինչպես որ հոգին նրանց խոսեր էր տալիս։
Ժողովուրդ ջան, ուզում եմ մի փոքր խոսենք, այդ օրը շատ հավատացյալներ կային, ամբողջ Իսրայելը հավատում էր, բա ինչի հենց Բերնատան հավատացյալների վրա միայն եկավ Սուրբ Հոգին, ինչի են մնացածների վրա չեկավ, ինչու համար փարիսեցիները կային, սադուկեցիները կային, նրանք վատ հավատանանք նես չէ որ անհավատ էին, կեղծավոր էին, բայց հավատացել են, այս անոթը, ես ուզում եմ ուղղակի պատկերացրեք, ձեր բոլորի տանն էլ կա անոթ, հա, եւ երբեք դուք սրա մեջ ինչ-որ բան լեցնում, երբեք ձեր անոթներում, ձեր ամաններում կամ ձեր բաժակը վերցրեք, հա, երբեք դուք լեցնում, թե ջուր, թե ինչ-որ չայ, թե ինչ-որ բանի համար օգտագործելու, ես 4 պունկտ եմ գրել, որ ուզում եմ ուղղակի հետաքրքիր նայենք, առաջինը, երբ որ անոթը բաց լինի, եթե անոթը փակ է, դու չես լսնի հաստատ, չէ՞։ Շատ այսօր մարդիկ կան, որ ներսից փակ են իրանք։ Դա հանդիպել եք այդպես մարդկանց հետ, որ ուզել եք հետները շփվեք, իրանք փակ են։ Ես ցավալիորեն տարիներ առաջ հանդիպեցի մի կույր անձնավորության, ինքը չգիտեմ ինչի, երբ որ ես Հիսուսի մասին ուզում էի խոսեմ, ինչպես ուզում էի մոտիկանալ, ինքը փակ էր։ Ես հասկանում եմ, գուցե խնդիրներ ուներ, գուցե ինքնամերժվածության էր գնացել, չեմ անում, արմատները չեմ փորել, որտեղ այնքան փակ էր, ոչ մի կոնտակտ չստացվեց իր հետ։ Ոչ մի կերպ չկարողացա հաղորդակցության մեջ մտնել։ Եվ փորձեցի, ասացի, լավ, գոնե սենց ասեմ, որ ասի գիտես Հիսուսը քեզ սիրում է եւ քո համար խաչվել է։ Ինքը ասաց, ով էր իրան խնդրում, որ թո չաներ։ Տեսեք ինչքան փակ էր ինքը, որ այն գանձը, այն կյանքի ջուրը, որ ուզում էի լցնեի այդ անոթի մեջ, ինքը փակ էր, ներսից փակ էր, չկարողաց ընդունի։ Հասկանում եք, ներսից փակ էր։ Եղել է ձեզ հետ, որ գնացել եք մարդկանց ուզել եք բարի լուր տակ, ավետարանի խոսքը, կյանքի ջուրը տակ, կյանք տակ այդ մարդուն, որ խավերից դեպի լույս տեղափոխվի, բայց այս մարդը ներսից փակ է։ Մերժել է, ներսից դուռը փակել է, պինդ նստել անդեղ, ինձ սենց լավ է, թողեք իմ յուղի մեջ ես տապակվեմ, հա։ Առաջին բանը, որ ես ուզում եմ ասել, դա, որ բաց լինի, անոթը եթե բաց չեղավ, ինչի մասն ենք խոսում, և ամենքը Սուրբ Հոգով լեցվեցան, աշակերտները բաց էին Սուրբ Հոգով։ Երկրորդ բանը, որ անոթը մաքուր լինի։ Եթե անոթը մաքուր չի, ժողովուրդ ջան, ինչքան ուզում է, հա, ծարավը խեղդի, ավելի լավ է բռով խփես, քան թե կեղտը տամանով, հա։ Ոչ մի անոթ չի օգտագործվի, եթե ինքը կեղտոտ է։ Ոմանք պրոցեսի մեջ են լվանալու, բայց երբ որ ասում ենք անոթը մաքուր լինի, նկատի ունենք սրբագործություն, ապաշխարություն։ Դա նշանակում է, որ մարդը թողնի այն հինը, այն սխալը, դե հիմա քեզ Աստծո խոսքն ասում է, որ սա սխալ է, որ սա մեղք է։ Հիմա վերեք մի հատ ստեղից էլ մոտիկանամ։ Ոմանք սպասում են, որ Աստված երկնքից գա իրանց հատուկ ասի, որ ծխելը սխալ է։ Տենց էլ սպասելու եք, մինչև այս աշխարհից գնաք, մի սպասեք։ Ես եմ ձեզ ասում Տիրոջ անունից, դա սխալ է։ Ոմանք ասում են, դե գիտեմ, որ սխալ է։ Գիտեմ, որ սխալ է։ Բայց դե ինչ անեմ, դե Տերն մեկը ինձ ասես, դե Տերն ուզում է թող ինքն էլ ազատի։ Կարող քո տեղն էլ ապաշխարի, քո տեղն էլ զղջա, քո տեղը խոստովանի։ Այդ դու քո բաժինն է, դու պետք է անես։ Եթե մի բաժակ ջրի մեջ թույն գցած լինի, ինչքան էլ ծարավ լինես, չես խմի, որովհետև գիտես, հենց խմիր կմեռնես։ Այդ ոնց է, որ դու գիտես, այդ սխալ է ու անում ես։ Ես կներեք, որ մի քիչ կարող է ժամանակից շուտ թլպատություն եմ անում, բայց ասեմ ձեզ, ավելի լավ է ճիշտը ասեմ, ես թեկուզ վատն լնեմ,
քան թե չասեմ, դու տենց քո մեղքերի մեջ մեռնես։ Մի կասես, հա Տերը սրան ա նայում։ Ասեմ ձեզ, Աստված քեզ ընդունել է ինչպես որ դու կաս, քեզ տենց ընդունել է, ոնց որ քո երեխեն դուրս ա եկել, գնացել է քեզանից, ցեխոտվել է, մրոտվել է, հիվանդացել է, կաշին սաղ դուրս ա եկել, բորոտվել է, հա, հիմա որ եկել է երեխեն, հայրը գրկաբաց ընդունում է անկախ նրանից ինչպիսին է, դե հիմա ասում է բալես, արի գնանք բաղնիկ, մի հատ շորերը այդ ինչ բերել ես, հենց հիմա դռան դեմը հանիկ գցի, մի անգամից մտի բաղնիկ, մի լավ լողացի, թող բժիշկը վրա աշխատի, թող վերքերի դարման անի, թող խնամ տանի, միջև ամեն բան լավանա, միջև ես քո համար լավ բաներ ունեմ պատրաստած, մենակ թե այն սպիտակ սառոշկեն ես կեղտոտ մարմենիդ վրա որ հագցնենք, էլ էտել է դառնալու տես, ճիշտ չի, արի քեզ ասում եմ, հանենք նա, սա հագցնենք, այն մատանին ոսկի, որ ես պատրաստել եմ քո համար, այս բեր լվացվի, լողացի քո համար է, այն մսացու եզը, որ պատրաստել եմ, բերենք ուտենք խմենք, բայց մի հատ մտի բաղնիկ դուսարի նոր, էլի, բեր քեզ պատրաստենք նոր, այս ձևով, որ ուտես ինֆեկցիան ավելի կշատանա, բեր թող վերքեր կան, որոնք ժամանակ առ ժամանակ պիտի խնանք տարվի, լավանա, թող աշխատեմ քո կյանքով, ինձ հասկանում եք ինչ եմ խոսում, դու չպետք է սիրես, այն ինչ որ այս աշխարհից ես բերել, այն ինչ որ այս աշխարհն է տվել քեզ, դրանք Աստված չի ուզում, նույնիսկ այս աշխարհը միգուցե քեզ մի հատ կեղտոտ թաշկինակ է տվել եւ բերել ես ուզում ես դա քո արդարությունն է ցույց տաս ասես, տես պապա ջան ինչ թաշկինակ եմ բերել, այդ բոլորը մուսր Աստծո համար, դենքցի, մի նոր քրիստոնեություն մի ստեղծեք, Աստված արդեն ամեն բան արել է, մինչև քո գալը ամեն բան պատրաստել է, մինչև քո ապաշխարել էլի են շատ հավատացյալներ եղել, քեզանից հետո էլ են լինելու, հիմա քո հերթն է, քո բաժինն է, արի նորմալ ամբողջ ուժով ապաշխարի սրբության մեջ գնա, Աստված իր արքայությունը կտակել է քեզ համար, Աստված հրաշալի խոստումներ ունի քեզ համար, երբ որ ասում ենք անոթը պետքա սկզբից բաց լինի, հետո ասացինք պետքա մաքուր լինի, երրորդը, որ ես ուզում եմ ձեզ ասել, ուզում եմ թվարկել 4 կետ, էլի, երրորդը, անոթը պետք է դատարկ լինի, ինչ նկատի ունեմ դատարկ լինի, լավա մաքուրա, լավա բացա մաքուրա, բայց մեջ ուրիշ բան է լցրած, ձեթ ես լցրել, հիմա էլ ասում ես վրեն ջուր լցեմ խմեմ, չի խառնում, չի ստացվի, այսօր շատ ուսմունքներ կան, ինտերնետ ուսմունքներով և մարդիկ լցված են ամեն տեսակի անպատիր, ամեն տեսակի սխալ, անարժան ուսմունքներով, մեկը ինձ ասեց, դու ես ինչ հոգեբանին ընդունում ես, դու ես ինչին ճանաչում ես, լսեք, Աստծո խոսքը վեր է ամեն բանից, Աստծո խոսքը, եթե քեզ ասում է, որ սա սխալ է, սա ճիշտ է, ուրեմն Աստծո խոսքն է ճշմարիտ, գիտեք ինձ համար կապ չունի, ինչ հոգեբաններ ինչ են ասում, աշխարհի իմաստունները ինչ են խոսում, ինձ համար կարևոր է, թե Աստծո խոսքը ինչ է ասում, քո համար թող կարևոր լինի, իսկ Աստծո խոսքը քեզ ինչ է ասում, հա, միգուցե ձեր, ասենք, մեր գյուղի այս ինչ իմաստունը սենց ասել, մեր պապական քավորը սենց ասել, մեր քերի վաչոնը սենց ասել, բայց թույլ տվեք ասեմ, Աստծո խոսքն էլ սենց ասում, Սերկ օրը տենց մեկը ինձ մոտիկացավ, հարցրեց, ասեց, ելի տենց կախարդությունների հետ, աշկահոլունքների բան հետ, ասավ չի լինի, որ հետ էլ պապը սարել է, հորքուր ենք սարել են, հաջողվել են, ինչ կլի, որ մենք էլ անենք այդպես։ Լսի, չգիտեմ իրանք ինչ են արել, Աստծո խոսք ասում է դա սխալ է։ Կապ չունի ինչքան են նույնիսկ նրանք հաջողվել։ Դե սենց, նույնիսկ եթե տենց հաջողվել է, Աստծո խոսքը դա մերժում է։ Նույնիսկ այն լույսը, որ վառվում է քո աչքին, այս աշխարհի տեսակետից, դա խավար է Աստծո աչքին։
որովհետև Աստծո խոսքը դա մերժում է։ Իսկ այն, որ խավար է քո աչքին, բայց Աստված ասում է լույս է, ուրեմն Աստծո խոսքը ճշմարիտ լույս է։ Նրա ասածը ճշմարիտ է։ Ինչ հասկանում եք։ Աստծո խոսքը բացարձակ կատարյալ հեղինակություն է բոլոր դարերում, բոլոր ժամանակներում, բոլոր մարդկանց համար։ Ամեն, կարողացանք այս պահը հասկանալ, ինչ եմ ուզում ասել, որ պետք է նաև մաքուր լինի։ Ինչ ուսմունքներ ուզում է լինի։ Դե սա էդի այդ սովորությունները, ազգային սովորությունները։ Հիմա ահավորը նաև ինտերնետ ավետարանին բնորոշ կամ նմանացնող բաները։ Ժողովուրդ ջան, ես սենց եմ մտածում։ Աստված իրական է, Աստված կենդանի է, Աստված խոսում է այդ ժողովրդի մեջ, եւ եթե քեզ կանչել է այս եկեղեցի, ու քեզ ուզում է բան ասի, արա ինտերնետով չի ասի։ Եկեղեցու մեջ կասի, ստեղ կխոսի։ Ինչի համար պետք է այն, որ ինտերնետում քարոզում է ինքը իրանց բանի համար։ Դա բարի լուրը ավետարանչությունը, ասենք ինչ որ տեղ, բան չունեմ ասելու, կամ բարի լուրը իր եկեղեցու համար։ Բայց դու ունես քո եկեղեցի, եւ Աստված իր եկեղեցու մեջ կխոսի քեզ հետ։ Եթե բան ուզում խոսի, բան ուզում հայտնի քեզ։ Դրա համար ես միշտ ասել եմ, եթե որևիցե ուսմունք, որևիցե քարոզչություն քո եկեղեցու ուսմունքին դեմը, ներողություն, մի կողմ դիր հլը, հոգևոր հասունություն ապրի, հետո կտենաս, արժե թե չարժե վերցնել։ Շատերին թվում է, թե ես տեղյակ չեմ այդ ուսմունքներից։ Իրանք գիտեն, թե գիտեք ինչի նման է, ոնց որ գնացել ես անտառ, հարևանը մի հատ կիրպիչ է տվել քեզ, քարի կտոր, ու ասել այսի ոսկի է, պահի, էլ պահում ես, էլի ոչ մեկի չես ասում։ Ու քեզ թվում է, թե գանձ ես գտել։ Հիմա ես որպես ծնող, այսպես եմ ասում, բալես, այդ ծանրությունը գցի քեզանից։ Ինչի ես պահել։ Գցի քեզանից, քեզ պետք չի էդի։ Քեզ թվում է ոսկի է, ես քեզ չեմ կարում համոզեմ, որ էդի ոսկի չի, որ էդի գանձ չի։ Որ էդի սովորական քարի կտոր է, կիրպիչ է մի հատ։ Այդպես ոսկիները լնում են կիրպիչից, բայց էդի ոսկի չի։ Ուրեմն մենք ինչ ասեցինք, առաջինը պետք է լինի բաց, երկրորդ հերթին պետք է լինի մաքուր, երրորդը պետք է լինի դատարկ եւ չորրորդը պետք է լինի ամբողջական, ճաքած չլինի։ Հիմա եթե ճաքած լինի, փորձես ջուր լցնես, գրիշ ախպեր, կպահի, կգնա ջրերը։ Նույնիսկ միկրոտրեշինա է կոչվում, փոքր ճաքեր կան։ Էդ էլ մի ժամից հետո է գնալու ջուրը։ Եթե մեծ ճաքեր է, մի անգամից է գնալու։ Գիտեք այդ ճաքերը որն են, վիրավորված մարդիկ։ Տեսել եք, հանդիպել եք վիրավորված մարդկանց։ Երբ որ իրանք ճաքեր ունեն իրանց մեջ, վիրավորված են, չներելու խնդիր ունեն։ Եթե չեք ներում, վիրավորվում եք։ Ներելու դեպքում դու բժշկված ես։ Ես միշտ ասում եմ, մի ներեք, որ ընդդիմացինի համար լավ լինի, ներեցեք, որ ձեր համար լավ լինի, հա։ Ներելով քեզ համար լավ կլինի։ Եվ ցավալիորեն վիրավորված մարդիկ կրում են իրանց մեջ անընդհատ այդ վիրավորանքը եւ երբ լսես տրտունջա, բողոքա, բոլորը սխալ են, ոչ ոք չկա որ հասկանա, բայց այս մարդը չի կարա լեցվի Սուրբ Հոգով։ Այս մարդը իր մեջ չի կարա պահի, վիրավորանքը խանգարում է իրան, որ իր մեջ Աստված լեցնի։ Այդ ճաքերի հարցը պետք է լուծվի։ Նամանանտ ասում է կավե անոթների հետ է համեմատում մեզ։ Մի տան մեջ ասում է կա պատվի անոթներ, օգտագործվում են բարի նպատակների համար, եւ եթե մեկը իր անձը մաքրի անարգ բաներից, ինքը կլինի պատվի անոթ, իր տիրոջ համար գործածելի։ Տենց է գրած Սուրբ Գրքում։ Եթե մեկը ինքը իրան անարգ բաներից է, պատվի անոթ կա, անարգանքի անոթ կա։ Իսկ երբ որ չի վիրավորանքը մնաց բան, գիտես
Աստված չի ուզում մեկին մեզանից կանչի անարգանքի համար։ Բոլորիս կանչելը ես վստահ եմ, Աստծուն ճանաչում եմ, դրա համար եմ ասում։ Պատվի անոթ լինելու։ Բայց եթե դու քո անձը անարգ բաների մեջ ես պահում, միշտ ասում եմ, ասենք կա մի հատ sense աման, հա, եթե մեջը աղբ դնեք, աղբաման կլինի։ Եթե նրա մեջ գանձ դնեք, գանձաման կլինի։ Հիմա ինչ դնենք մեջը, այդ ամանի անունը տենց կլինի։ Մի քո մեջ ինչ ես կրում։ Գանձ ես կրում, գանձաման կլինես։ Այս կասմայից հողի ամանների մեջ այդ գանձը կրում ենք։ Հողի ամանների մեջ այդ գանձը կրում ենք եւ նրա խոսքն է բնակվում մեր մեջ։ Եվ Պենտեկոստը նրա համար էր, որ նրա այդ գանձը Սուրբ Հոգին գա մեր մեջ, որովհետեւ այս հողի ամանների մեջ կրում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի նրա փառավոր կերպարը, որ Սուրբ Հոգին տրվեց մեզ։ Ասում է Աստծո մեր մեջ բնակվելը կգիտենանք Սուրբ Հոգով, որ մեզ տրվեցավ։ Հիմա գալիս եմ ավարտին խոսքից, բայց ուզում եմ ստեղ ուշադրություն դարձնենք 4 պահերի վրա։ Բաց լինենք, մաքուր լինենք, դադարք լինենք Աստծո առաջ եւ ամբողջական լինենք։ Ոչ փշրված լինենք, ոչ էլ ճաքած լինենք։ Գիտեք, կա այդպիսի անոթներ էլ եմ ասում, որոնք ճաքած են, որոնք միշտ վիրավորված են, որոնք միշտ նեղված են, որ ամբողջական լինենք Աստծո առաջ։ Եվ համոզված եմ, եթե հոգով գանք, Աստված կլեցնի մեզ։ Եվ ասում են, նրանք Սուրբ Հոգով լեցվեցան, որից հետո սկսեցին լեզուներ խոսել։ Ես հավատում եմ նույնիսկ այսպես, նրանք ովքեր որ մկրտված են Սուրբ Հոգով, ես այսպես եմ հավատում, որտեղ այդպես եմ տեսել, որտեղ իմ կյանքում այդպես է եղել, որ ժամանակների մեջ նույնիսկ այս լեզուները ժամանակ առ ժամանակ փոխվում են։ Մի եղբայր կար, ոնց սրանից 20-25 տարի առաջ տեսել եմ աղոթումա լեզուներով, նույն բառերն ասում իջև հիմա։ Չեմ մեղադրում, բայց ասեմ, ես համոզված եմ, որ երբ որ մարդ Սուրբ Հոգով լեցվում է, ամեն անգամ լեցվելուց մի նոր լեզուներ է խոսում, շարունակաբար նոր լեզուներ է խոսում։ Այսօր օրն է։ Այսօր օրն է, որ պետք է լեցվենք Սուրբ Հոգով։ Ես առաջարկում եմ, կանգնենք աղոթքի, եթե դժվար չի։